Այսօրվա մեր խորհուրդը, ինչպես օգտագործել ճնշում իջեցնող դեղերը։ Սովորաբար, եթե ձեր բժիշկը ձեզ կոնկրետ ժամերի չի նշանակել ճնշում իջեցնող դեղերը, ուստի ճիշտ է, որպեսզի ճնշում իջեցնող դեղերը դուք օգտագործեք երեկոյան ժամերին, քանի որ ստատիստիկան ցույց է տվել, որ հիպերտոնիկ կրիզերը, ինֆարկտներ, ինսուլտները առավել հաճախ դիտվում են առավոտյան 4-ից 6 ընկած ժամանակահատվածում։ Ուստի օգտագործեք դեղորայքը երեկոյան ժամերին, որպեսզի կոնցենտրացիան այրա մեջ լինի ամենամաքսիմալը։ Երկրորդը, ճնշում իջեցնող դեղեր եւ հակաբորբոքային պրեպարատներ, որպեսզի ձեզ պարզ լինի, դրանք բոլորային դեղորայքներն են, որոնք նշանակվում են ցավի դեպքում, դիկլոֆենակ, վոլտարեն, այդ շարքի պրեպարատներն։ Այս դեղորայքի ներքո ճնշում իջեցնող դեղորայքը կորցնում է իր ազդեցությունը, ուստի այդ ժամանակահատվածում պրեպարատը կարող եք փոխել պարացետամոլով։ Եվ երրորդը, ճնշում իջեցնող դեղերը չի կարելի օգտագործել թուրինջի կամ թուրինջի հյութի հետ միասին, քանի որ թուրինջը կոնցենտրացնում է ճնշում իջեցնող դեղը այրա մեջ եւ չի թողնում, որպեսզի այն մետաբոլիզվի լյարդի կողմից։ Եվ շատ կարևոր մի հատ հիշեցում նշեմ, որ կա ճնշում իջեցնող պրեպարատների մի խումբ, որը իջեցնում է պոտենցիան։ Նման դեպքերում անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ, այդ պրեպարատները հիմնականում բետա-բլոկերներն են եւ միզամուղներն են։ Խորհրդակցեք բժշկի հետ եւ բժիշկը կփոխի ձեր դեղը։ Եղեք տեղեկացված եւ առողջ։